Այսօր մայիսի 21-ն է եւ հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, այսօր ձեր ներքին ուժն ու ինքնավստահությունը կօգնեն հաղթահարել երկարատև վախերն ու անհանգստությունները։ Դուք կզգաք հոգեկան կայունություն ու պատրաստ կլինեք առաջ շարժվել։ Ցուրեր, ձեր ներսում զգացմունքային փոփոխություններ են տեղի ունենում։ Դուք կարող եք զգալ հակասություն սրտի ցանկությունների ու մտքի կասկածների միջև։ Հիմա ժամանակն է վստահել ձեր ներքին ձայնին ու ընդունել փոփոխությունները։ Երկվորյակներ, ձեր սիրտը պատրաստ է բացվել նոր հնարավորությունների առաջ։ Այսօր կարող եք հանդիպել մի մարդու կամ իրավիճակի, որը կզգաք, թե վաղուց եք ճանաչում։ Խեցգետիններ, ձեր ինքնավստահությունը բարձրանում է եւ դուք պատրաստ եք նոր փոփոխությունների։ Սա լավ ժամանակ է ինքնազարգացման ու նոր հմտությունների ձեռքբերման համար։ Առյուծներ, այսօր կարևոր է լինել ճկուն թե սովորելու, թե սիրային հարաբերություններում։ Բաց եղեք նոր գաղափարների ու փորձառությունների համար։ Հույսեր, ձեր հարաբերություններում զգացմունքային հավասարակշռություն պահպանելը կարևոր է։ Փորձեք լսել ձեր զուգընկերոջը եւ բաց լինել երկխոսության համար։ Կշեռքներ, այսօր կարող եք բացահայտել ձեր թաքնված տաղանդները, որոնք կարող են նպաստել ձեր կարիերայի աճին։ Մի վախեցեք ցուցադրել ձեր կարողությունները։ Կարիճներ, ձեզ սպասվում է նոր հնարավորություններ թե անձնական, թե մասնագիտական ոլորտներում։ Բաց եղեք նոր ծանոթությունների ու փորձառությունների համար։ Աղեղնավորներ, այսօր դուք կզգաք էներգիայի բարձր մակարդակ, ինչը կօգնի լուծել երկարատև խնդիրները։ Ձեր հմայքը կօգնի հասնել հաջողության տարբեր ոլորտներում։ Այդ եղջյուրներ, ձեր աշխատասիրությունն ու արդյունավետությունը բարձր մակարդակի վրա են։ Սա լավ ժամանակ է կարիերայում առաջընթացի ու առողջության վրա ուշադրություն դարձնելու համար։ Ջրհոսներ, հաջորդ 4 շաբաթները կլինեն ձեր կյանքի ամենախաղաղ ու ուրախ ժամանակահատվածներից մեկը։ Բաց եղեք նոր փորձառությունների, սիրային հարաբերությունների համար։ Ձկներ, ձեր ուշադրությունը կենտրոնացած է ընտանիքի ու տան վրա։ Սա լավ ժամանակ է հանգստանալու ու մտերիմների հետ ժամանակ անցկացնելու համար։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, մնացեք Օրագիր Նյուզի հետ, մաղթում ենք հաճելի օր։